Դիվանագիտական սկանդալ է հասունանում Հայաստանի շուրջ։ Ռուսաստանի առաջին ալիքի պրանկերներ Վովանը եւ Լեքսուսը նկարահանման տաղավարից զանգահարել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին։ Ներկայացել իբր խոսում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես նաեւ ակնկալում եմ ԵԱՀԿ դիրքորոշումը, որ դուք նույնպես կարող եք աջակցել ինձ այս հարցում։ Փաշինյանի անունից ասել են զանգահարող պրանկերները։ Ի պատասխան Սինիր Լիօղլուն ասել է, թե պատրաստ է զբաղվել դրանով։ Միաժամանակ հարց է ուղղել, թե Փաշինյանն իսկապես կարող է դա անել, կարող է փոխել կաթողիկոսին։ Ես կարծում եմ, որ հիմա ես ունեմ հաղթաթղթեր իմ ձեռքում, եւ մենք կարող ենք փոխել կրոնը, եւ այն ամենը, ինչ ես կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այդ դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատությանը։ Хорошо, я сделаю все возможное. Ասել է պրանկերը։ Ի պատասխան գլխավոր քարտուղարը հավաստիացրել է, որ ամեն ինչ կանի։ Այս միջադեպն ավելի է սրում իրավիճակը հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության ավելի վաղ հնչեցրած մտահոգությունները։ Ըստ ռուսական կողմի Բրյուսելի եւ Արևմուտքի վերջնական նպատակը Հայաստանի եւ Ռուսաստանի միջև առկա դարավոր հոգեվոր կապերի լիակատար խզումն է։ Ստեղծված իրավիճակը կարող է լուրջ դիվանագիտական հետևանքներ ունենալ, քանի որ միջազգային կառույցի պաշտոնյան հայտնվել է երկրի ներքին հոգեվոր քաղաքական գործընթացներին միջամտելու պատրաստակամություն հայտնելու թակարդում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին նիստում որոշել է գլխավոր դատախազություն վերադարձնել падգամավորի մի շարք թեկնածուների քրեական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունները։ Այս հարցումները վերաբերում են Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ Ուժեղ Հայաստան դաշինքի 5 անդամների։ ԿԸՀ դիմումի քննությունը ձգձգել է աշխատանքային ծանրաբեռնվածության եւ սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների բողոքարկման պատճառաբանությամբ։ Ընտրական օրենսգրքով սահմանված թեկնածուների հատուկ կարգավիճակն ու անձեռնամխելիությունն արդեն իսկ ավարտվել են հուլիսի 4-ին։ Հետևաբար հանձնաժողովն այժմ իրավասու չէ համաձայնություն տալու կարգավիճակը կորցրած անձանց կալանավորման կամ նրանց նկատմամբ հետապնդում սկսելուն։ ԿԸՀ-ն սեփական անգործությամբ պարզապես սպասել է լիազորությունների ժամկետի լրանալուն, խուսափելով իրավական պատասխանատվություն ստանձնելուց։ Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը հանրային աջակցություն է հայտնել իրավական ու քաղաքական զարգացումների կենտրոնում հայտնված Գագիկ Ծառուկյանին։ Մարզուհին այս քայլով արձագանքել է վերջին օրերին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդի շուրջ ծավալվող աղմկահարույց իրադարձություններին։ Նա անթույլատրելի է համարել մարդու արժանապատվության հնարավոր ոտնահարումը։ Ավդալյանն իր մարդկային զորակցությունն է հղել նաև Ռոզա Ծառուկյանին եւ նրա ընտանիքին, մաղթելով ուժ եւ տոկունություն։ Նա հույս է հայտնել, որ ստեղծված կնճռոտ իրավիճակը կստանա արագ ու խաղաղ հանգուցալուծում։ Թեհրանն ափսոսում է, որ հայ-իրանական առևտրի պալատի նախաձեռնությունը հաջողությամբ չպսակվեց։ Այսպես է Իրանի դեսպանը անդրադարձել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը եւ դրա առնչությամբ հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություններին։ Շիրղոլամիի խոսքով այդ նախագիծը բարի գաղափար էր։ Իրենք ցանկանում էին հայ-իրանական առևտրի կենտրոն հիմնել։ Այդ աշխատանքներում ներգրաված էին եւ Իրանի քաղաքացիներ եւ Գագիկ Ծառուկյանը։ Դեսպանը հայտնել է, որ այս բիզնես աշխատանքների ընթացքում եղել են որոշակի տնտեսական տարաձայնություններ եւ իրենք փորձել են ամեն ինչ անել մեղմելու իրավիճակը։ Նա հույս է հայտնել, որ վկայությունների եւ առկա ապացույցների հիման վրա հնարավոր կլինեն լուծել այս հարցը ու հասնել որոշակի արդյունքի։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին եւ ռազմավարական գործընկերության փաստաթղթի շուրջ ընթացող աշխատանքներին։ Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը, դեսպանը նշել է, որ Իրանը չի հանդուրժի ոտնձգությունները եւ յուրաքանչյուր ագրեսիայի դեպքում համապատասխան պատասխան կտա։ Խալիլ Շիրղոլամին հավելել է, որ Թեհրանը լուրջ է վերաբերում իր սահմանների անվտանգությանը։ Դիվանագետի խոսքով ԱՄՆ-ի ներկայության վերաբերյալ մտահոգությունները բազմիցս քննարկվել են հայկական կողմի հետ, ու Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ ԱՄՆ-ի հետ ծրագրերը Իրանի համար սպառնալիք չեն ստեղծի։ Միևնույն ժամանակ նա կարևորել է այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան Հայաստանին իրացնել իր ներուժը, միաժամանակ կառավարելով տարածաշրջանային հնարավոր ռիսկերը։ Երկկողմ հարաբերությունների մասով դեսպանը վերահաստատել է Իրանի վճռականությունը հայ-իրանական գործընկերությունը ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում։ Նա տեղեկացրել է, որ կողմերը ներկայումս աշխատում են ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի տեքստի վրա։ Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն հայտարարել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ ակտիվորեն քննարկում է տարածաշրջանում հաղորդակցային երթուղիների զարգացման աջակցելու տարբերակները։ Գրոնոն նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության կառուցման առաջընթացը տպավորիչ է եւ ԵՄ-ն ձգտում է լինել ամուր գործընկեր երկու երկրների համար, որպեսզի այդ խաղաղությունը դառնա կայուն իրականություն։ ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է, որ Բրյուսելը
տարբեր ձևաչափերով աջակցում է խաղաղության գործընթացին, միաժամանակ ուշադրության կենտրոնում պահելով մարդասիրական հարցերը։ Գրոնոն հատուկ շեշտել է, որ տարածաշրջանային կապի եւ ապաշրջափակման օրակարգը ԵՄ առաջնահերթություններից է եւ նպատակ կա զարգացնել այնպիսի երթուղիներ, որոնք կծառայեն բոլորի շահերին, մեծ ներդրում ունենալով Ասիան հարավային Կովկասով Եվրոպային կապող միջին միջանցք նախագծի իրականացման մեջ։ Dear colleagues, in the City of Justice we are having Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ԵԱԿ խորհրդարանական վեաժողովում ունեցած իր ելույթի ընթացքում քննադատել է միջազգային իրավունքի եւ արդարադատության համակարգը, ընդգծելով, որ միջազգային հանրության կողմից երկակի ստանդարտների կիրառումը եւ լռությունը հանգեցնում են սկզբունքների վերջնական քայքայմանը։ Պատգամավորը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանումը տեղի ունեցել ոչ թե միջազգային իրավունքի բացակայության, այլ կոլեկտիվ արձագանքի անբավարարության հետևանքով եւ հիշեցրել է Ադրբեջանի կողմից միջազգային դատարանների պարտադիր որոշումները, այդ թվում շրջափակումը վերացնելու եւ Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարների շինծու դատավորությունները դադարեցնելու վերաբերյալ պահանջները շարունակաբար արհամարելու փաստը։ Գալստյանը վստահեցրել է, որ միջազգային իրավունքը սակարկելի չէ, իսկ ընդհանուր սկզբունքները պարտադիր են բոլորի համար։ the reality is dramatically within. Թերանը պաշտոնապես դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները։ Իրանական կողմի այս որոշմանը նախորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը հրադադարի ռեժիմի ավարտի մասին։ Սպիտակ տան ղեկավարը հրապարակավ մեղադրել է Իրանի իշխանություններին անազնվության համար եւ հրաժարվել հետագա որևէ գործակցությունից։ Ի պատասխան Իսլամական Հանրապետությունը սպառնացել է ամերիկյան ցանկացած ռազմական գործողությանը, հակադարձել նախկինից ավելի հուժկու արվածով։ Probably hit him hard again tonight. I'll give him a little warning. We're going to hit him hard tonight. Դոնալդ Թրամփը հայտարարել է երեկոյան Իրանին հասցվելիք նոր եւ հզոր արվածների հավանականության մասին։ Այս մասին նա ասել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Զելենսկիի հետ ունեցած հանդիպման ժամանակ։ Սպիտակ տան ղեկավարը փաստացի ավարտված է համարել կողմերի միջև գործող ժամանակավոր հրադադարի ռեժիմը։ Վաշինգտոնն իրավիճակի սրումը պայմանավորում է Պարսից ծոցում ամերիկյան օբյեկտների եւ նավագնացության վրա Թեհրանի հարձակումներով։ Նախագահի խոսքով ամերիկյան զինուժն արդեն խոցել է իրանական ռադիոլոկացիոն կայաններ եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ նավակներ։ Իրանական կողմն էլ իր հերթին թիրախավորել է Բահրեյնում եւ Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմակայանները, մեծացնելով լայնածավալ պատերազմի վտանգը։ Թուրքիան աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ խաղաղ նախաձեռնություններին։ Հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը։ Էրդողանը նաև նշել է, որ միաժամանակ շարունակում են օգտագործել Ռուսաստանի հետ առկա կապի ուղիները խաղաղ գործընթացին նպաստելու նպատակով։ Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մարմինը տեղափոխել են Նաջաֆ, Իրաքի շիա իսլամի ամենասուրբ քաղաքներից մեկը։ Խամենեին կհուղարկավորեն այստեղ 5 շաբթի։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը մասնակցել է Իրաքում կայացած արարողությանը, սակայն կրճատել իր այցը ԱՄՆ-ի վերսկսած հարվածների պատճառով։